մարդիկ, ովքեր այսօր իրականացնում են ընդդիմադիր քարոզարշավ, ես իրենց նպատակների մեջ չեմ կասկածում։ Այո, ազգային նպատակներ են, այո, հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը փրկել է պետք, բայց չեն պատկերացնում Նիկոլովը։ Իրանք չգիտեն Նիկոլովը, որովհետև իրենք սկսել են պայքարել 1 տարի, 2 տարի, միգուցե 3 տարի առաջ։ Այն դժոխքը, որ Նիկոլը կազմակերպել է Հայաստանի Հանրապետության համար, իրենք դրան մասնակից են եղել կամ միացել են այդ ծանր իրավիճակին, ինչ որ X փուլից, ու նախորդ փուլը իրենց համար համարել են բաց թողնված։ Այսինքն մարդիկ, ովքեր մասնակցել են հայրենիքի փրկության շարժման 2020 թվականի ձմռանը, հետո մասնակցել են դիմադրության շարժման, հետո սրբազան շարժման, այսինքն այս ամեն ինչ, այս մարդիկ, այն մարդիկ են, ովքեր անցել են ու հիանալի պատկերացնում են թե ով է Նիկոլը, այսինքն այս Բաղրամյան փողոցում 32 հատ նռնակ գցելուց, երեխաների նկատմամբ բռնություն կիրառելուց, այդ ամբողջ ապարատը օգտագործելուց, միայն նրա համար, որ իրան հանգարց ոչ մեկ չմոտենա, ընդ որում չի էլ խորշում ազգային ժողովի ամբիոնից ուղիղ եթերով հանձնարարականներ տալ այդ բռնության գործադրման մասով,